Մեր դժբախտությունը նա չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ մեր դժբախտությունն է, որ աշխարհում կան թուրքանման հայեր։ Այս խոսքերը պատկանում են Գարեգին Նժդեհին, սակայն դրանք այսօր էլ հնչում են Երևանի փողոցներում։ Վերջերս համացանցում լայն արձագանք գտած տեսանյութում քաղաքացին խոսում է հայոց նորագույն պատմության ամենացավոտ էջերի եւ այն քաղաքական գործիչների մասին, ում ինքը համարում է մեր ազգային ողբերգությունների պատասխանատուները։ Որ Նժդեհը ասել է մեր դժբախտությունը այնի չի, որ աշխարհում կան թուրքեր, այլ մեր դժբախտությունը այնա, որ աշխարհում կան թուրքանման հայեր, հենց այդ նույն թուրքանման հայը Քոչարյանն է։ Ռուսը, այս Քոչարյանին էլ բերեց, չարիք մեր գլխին։ Պատմական ակնարկ եւ 1992 թվականի ցավոտ հիշողությունը։ Տեսանյութում հնչած ամենալուրջ մեղադրանքներից մեկը վերաբերում է 1992 թվականին Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվանը։ Արթուր Մկրտչյանը այն լեգենդար առաջնորդներից էր, ում ղեկավարման օրոք դրվեցին Արցախի ազատագրման հիմքերը։ Նրա տարօրինակ եւ մինչ օրս լիարժեք չբացահայտված մահը բեկումնային եղավ մեր պատմության համար։ Խոսնակը ուղղակիորեն կապում է այդ իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու եւ դրան հաջորդած քաղաքական զարգացումների հետ։ Արդյոք սա միայն մեկ քաղաքացու անհատական կարծիքն է, թե հանրության մեջ խորը արմատացած անվստահություն ու ցավ, որը տարիներ շարունակ կուտակվել է պատմական անարդարություններից։ Արթուր Մկրտչյանից սկսած 92 թվին 39 հատ հայ ասպանը։ Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան 7 հոգու սպանեց, դագաղների վրա կայնած ծիծաղում էր։ Հոկտեմբերի 27 եւ ազգային պառակտումը։ Խոսքը վերաբերում է նաև հոկտեմբերի 27-ի ողբերգությանը, երբ սպանվեցին Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը։ Տեսանյութի հերոսը շեշտում է. «Սպանեցիք ու դաղաղների վրա կանգնած ծափ էիք տալիս»։ Սա էմոցիոնալ, բայց խորը քաղաքական ցասում է։ Դա ցույց է տալիս, թե ինչպես է հասարակությունն ընկալում իշխանության հասնելու կամ իշխանություն պահելու համար մղված անխղճորեն պայքարը։ Ռուսամետ քաղաքականության եւ արտաքին ուժերի վրա հույս դնելու քննադատությունը նույնպես պատահական չէ։ Տասնամյակներ շարունակ Հայաստանին պարտադրվել է այն թեզը, թե առանց արտաքին փրկչի մենք անօգնական ենք, մինչդեռ իրական պետականությունը կառուցվում է սեփական ուժերի եւ ազգային միասնության վրա։ Ոնց կարելի է ատքամից հետո դրան ընտրել։ Ես զարմանում եմ այդ մարդկանց գլխի մեջ ինչա լցրած։ Սա ռուսնա սարքե մեր գլխին։ Այս կարճ հարցազրույցը պարզապես փողոցային էմոցիոնալ բռնկում չէ։ Սա հայելին է այն իրականության, որտեղ ապրում է մեր հասարակությունը։ Քանի դեռ պատմական արդարությունը չի վերականգնվել, եւ քանի դեռ ազգային շահը ստորադասվում է անձնական կամ արտաքին շահերին, նման ցավոտ հարցադրումները միշտ լինելու են օրակարգում։ Ինչ եք կարծում դուք։ Արդյոք պատմության այս էջերը վերջնականապես գնահատական ստացել են, թե մենք դեռ քաղում ենք անցյալի սխալների պտուղները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք ալիքին եւ տարածեք տեսանյութը։